Ողջույն բոլորին, այս տեսանյութը ցանկության վերաբերյալ է, եւ տեսնենք ձեր ցանկությունները կիրականանան, երբ կիրականանան, ինչպես կիրականանան, որ ոլորտը կիրականանա, որը ոչ, որը դեռևս պետք է սպասեք, հարցեր նաեւ ուղեք քարտերին, կպատասխանի ձեր հարցերին, թե ինչը կլինի հիմա, ինչը տեղի կունենա, որ ցանկությունը կիրականանա հիմա։ Այնպես որ հանգիստ պահեք 4 տարբերակներից որից մեկը կամ նաև ժամանակ ձեզ համար պահեք, ժամկետ պարտադիր է, որպեսզի հասկանաք ձեր պահած ժամկետից ինչքան ժամանակ է ուշանալու, որովհետև ես ասում եմ քիչ է ուշանալու, երկար է, ավելի է ուշանալու, մի քիչ ուշ է լինելու եւ այլն։ Գոնե հասկանաք թե ինչքան կուշանա։ Եվ երկու ալիքներում է լինում է կարող եք մի քանի օրվա համար պահել, այսքանի օր օրինակ ինչ որ մեկին կհանդիպեք, ինչ որ բան տեղի կունենա, աշխատանքի կընդունվեմ, կգնամ հարցազրույցի եւ այլն, լիքը այնտեղ բաներ կան, որ հարկավոր է պահել, հարկավոր է նաեւ, այդպես։ Դե պահեք, մինչեւ ես խառնեմ։ Այնտեղ կարող եք լուրջ պահերից մինչև այն ամենահասարակ այսօր կտեսնեմ սիրելիիս կամ այսօր եւ այլն ինչ որ թեթև բաներ։ Ահա։ Հուսով եմ պահեցիք, եթե չեք հասցրել կանգնեցրեք տեսանյութը, հետո նոր վերադարձեք, պահեք, նոր վերադարձեք։ Եվ տեսնենք, կկատարվի արդյոք առաջին տարբերակի ցանկությունը։ Ոյ, նայեք առաջինը ընկավ, դա նշանակում է, որ ձեր ցանկությանը մոտ եք։ Դա է նշանակում, երբ որ առաջինն է ընկնում։ Կապ չունի հետո կընկնի նա, թե չի ընկնի, միևնույնն է, ձեր ցանկությանը դուք մոտ եք արդեն։ Ցանկությունը մի փոքր ուշանում է, բայց ամենայն դեպս մոտ եք դուք արդեն իրեն։ Ահա, ուրեմն առաջին տարբերակում այստեղ գնել կահույք, կենցաղային տեխնիկա իհարկե, կկարողանաք գնել, կկարողանաք այն ունենալ, ձեռք բերել այն, նաև կարող վարկով եք վերցնում։ Ծաղիկներ նվեր ստանալ, որովիցե դուք գնեք կամ ծաղիկներ մաչելի գներով կամ արդյոք կստանամ այդ մարդուց ծաղիկներ կարող եք պահել, ապա այո։ Պարտքերի վարկերի մարում, նաև ընտանի կենդանի կարող եք ձեռք բերել կամ ուժ կունենաք ինչ որ մի բան անելու համար, ինչ որ մի բան ստեղծելու համար, նաև տատի, պապի, թոռնիկներ այդպես կարող եք հանդիպել, բոլորը մեկ տեղում, բոլորը միասին կարող են լինել, այդպես։ Այսքանը շատ բան չկա ցավոք առաջին տարբերակի մեջ, բայց ասում եմ, որ մոտենում եք ձեր ցանկությանը։ Ես ուզում եմ, որ գոնե ընթացքում էլի կլինի, որովհետև միայն 4 տարբերակը նորմալ չի որ լինի։
Պահեք երկրորդը, եթե դեռ չեք պահել, բայց մի պահեք այն ինչը որ հիմա էր, այսինքն չեղավ, սպասեք երկրորդը պահեմ, երկրորդը չեղավ, սպասեք երրորդը, այդպես մի արեք։ Ինչը պահել եք, ինտուիցիա եք դա։ Կկատարվի արդյոք երկրորդ տարբերակի ցանկությունը։ Մի փոքր ուշանում է ցանկությունը, բայց կարող է նաև այստեղ էլ կա ցանկությունը ձեր, պետք չի միայն հետևել նրան։ Հետաքրքիր բաներ են գնում։ Ահա, երկրորդ տարբերակը ուրեմն գնումներ կատարել, շոփինգ, դե գումարը մի քիչ հեռու է, բայց այն ինչքան որ ունեք կկարողանաք դրանով գնալ գնումներ կատարել, նոր սեր, նոր հարաբերություններ, նոր սիրավեպ, սիրահարվածություն, եթե ուզում եք ինչ-որ մեկին սիրահարվեք կամ տվյալ անձնավորություն հարց եք տալիս, սիրում է արդյոք ձեզ, ապա ընդհանրապես սա պատասխանում է, որ այո։ Եվ տան այստեղ գնում, նաև վերանորոգում, սպորտի հետ կապված հաղթանակ, այստեղ կարող սպորտով զբաղվել, նաև հաղթանակ ունենալ սպորտում եւ ամուսնություն, այստեղ հարսանիք, ոչ թե առաջարկն է սա, այլ հենց հարսանիքը։ Այնպես որ պատրաստվեք, կարող եք արդեն հարսի զգեստ ընտրել, ամենայն դեպս կարող եք օրը ընտրել հարսանեկան։ Այսքանը երկրորդ տարբերակի համար եւս էլի աստղ մի փոքր հեռու է, բայց պետք չի ընկճվել, որովհետեւ մնացած հարցերը էլի նույնիսկ կարող են պատասխանել ձեզ։ Գնանք երրորդ տարբերակը։ Մի քիչ տրամադրվեք ձեր տարբերակի վրա, պատկերացրեք, որ այն ցանկությունը արդեն եղել է։ Կկատարվի արդյոք երրորդ տարբերակի ցանկությունը։ Դե ուսման հետ կապված այստեղ տեսնում եք հիանալի քարտ է, ով որ պահել է հատկապես քննություններ, երեխաների ուսում, դիպլոմ ստանալ, մի աննշան է ուշանում ցանկությունը։
Ահա, ուրեմն երրորդ տարբերակը ուսման հետ կապված յուրաքանչյուր հարց այստեղ կկարողանաք իրականացնել, դիպլոմ ստանալ, քննություն հանձնել եւ այլն, այն ինչ որ շատ կարեւոր է ձեզ համար։ Ամուսնության առաջարկ կամ ընդունվել նաեւ ինստիտուտ, դա եւս դրա մեջ է մտնում։ Ամուսնության առաջարկ, ինչ որ մեկից բաժանվել, եթե չեք ուզում իր հետ ընկերություն անել, դա կողմն ընկեր, ընկերուհի, դա այստեղ սիրելի մարդ չի կարելի ասել, եթե ուզում եք արդեն բաժանվել, ապա սա ասում է, որ այո, կկարողանաք հեռանալ, թեկուզ սա ընկերուհիներ չէ, կամ որ ուզում ես հեռանաս ի վերջո։ Նյարդեիդ վրա է ազդում, ինչ որ լավ չի պահում իրեն եւ այլն, ինչ որ լավ չի դրսեւորում եւ ուզում ես այլևս իր հետ չշփվես, դա այստեղ ասում է այո, կկարողանաք հեռանալ իրենից։ Նաեւ ընտանի կենդանի պահեք, եթե ուզում եք իհարկե պահել ընտանի կենդանի, նաեւ ուժ կունենաք ինչ որ մի բաներ անելու, ուղղելու համար, նաեւ այստեղ տեղափոխություն բնակարանից բնակարան, տարածքից տարածք նաեւ եւ հաշտեցում ինչ որ մարդկանց հետ, եթե անգամ վիճված էլ չեք, ուշադիր եղեք, թեկուզ եթե վիճվեք, միևնույնն է էլի կհաշտվեք։ Սա դա է ասում։ Այսքան է երրորդ տարբերակի համար։ Եվ տեսնենք չորրորդ տարբերակը, բանը չորրորդ տարբերակը ինչ որ մի նորմալ բան ասի։ Չնայած էլի լավ բաներ էին ընկել։ Ահա, տեսնենք, կկատարվի արդյոք չորրորդ տարբերակի ցանկությունը։ Եթե ինչ որ մի բան չի ընկնում, ինչ որ մի բան ճիշտ չեք պահել, ալիքում բավականին շատ են նման տեսանյութերը, կարող եք ուղղակի իջնել, լավ իջնել եւ տեսնել որն է դա։ Ես ճիշտ հանել եմ playlist-երից, բայց իզոր երևի թե նորից էլի կմտցնեմ, ազատ ժամանակ նորից էլի կավելացնեմ playlist-ում բոլորը։ Կարող եք այդպես playlist-ով նայել, որը ոնց որ ձեզ աչքով տա, այդ տեսանյութը կարող եք մտնել եւ նայել, ձեր հարցը կրկին ուղղել այնտեղ։ Որովհետեւ սա ինչ որ ժամանակ չունի, հստակ որ ասեմ, այս ժամանակահատվածն է միմիայն։ Էլի կարող եք այնտեղ էլի ժամանակ պահել, էլի նորից հասկանալ եղավ, չեղավ, հա ցանկությունը մի փոքր ուշանում է։ Էլի նորից զգում եք, չի ուզում ընկնել այս շաբաթ, բացարձակ։ Ուրեմն չորրորդ տարբերակը եւս էլի ուսման հետ կապված հարցերը եւս կլինեն, այստեղ քննություններ, ընդունվել ինստիտուտ, դիպլոմ ստանալ եւ այլն յուրաքանչյուր բան։ Նաեւ այստեղ բիժուտերիա գնել կամ ոսկեղեն գնել մատչելի արժեքով կամ բիժուտերիան նվեր ստանալ, դա եւս տեղի կունենա։ Հարսանիք ամուսնության առաջարկ ավելի շատ այստեղ ովքեր որ սպասում են, որ իրենց ամուսնության առաջարկ անեն, նիհարելու հետ կապված, եթե ցանկանում եք նիհարել, ապա եւս դա տեղի կունենա։ Նվեր ստանալ կամ նվեր գնել ձեր իսկ ցանկացած արժեքով կամ ձեր իսկ ցանկացած նվերը ինչ որ մեկի համար գնել։ Տատի, պապի, այդպես թոռներ, ծոռներով հավաքվել մեկտեղ, բոլորը գան, ձեր կողքը լինեն, կամ ձեր ցանկությունն է դա։ Եվ սպորտով զբաղվել, այստեղ հաղթանակը պետք է պարապեք, ուղղակի հաղթանակի համար դեռևս չկա հաղթանակը, տեսնում եք։ Դա նշանակում է, որ պետք է պարապեք հաղթանակի համար։ Բիզնես բացել, նոր գործ սկսել, դա եւս կարող եք անել, կարիերայի բարձրացում, փոփոխություն,
կարիերայի աճ նաև, շոպինգ, նաև շոպինգ։ Այսքանը, ոնց որ թե ոչինչ բաց չեմ թողել։ Այսքանը։ Ցավոք սրտի 4 տարբերակներն էլ ոչ ոք չընկավ, դա նշանակում է, որ դեռևս ցանկությունների ժամանակը չի, կամ ուղղակի հենց այնպես թրուցիկ եք պահել այդ ցանկությունը, դրա համար էլ ոնց որ այս պահին չի կարողանում հստակ պատասխանել այդ հարցին։ Այնպես որ ավելի լիարժեք, ավելի պետք է հոգով ցանկանալ այդ ցանկությունը։ Եթե այս պահին այդ հոգով չէր, ապա կարող եք դուրս գալ, հետո մտադրվել, այդպես տրամադրվել այդ ցանկությանը, պատկերացնել այդ ցանկությանը եւ հետո ընտրել մեկ այլ ցանկության տեսանյութ։ Եվ նայել այնտեղ հստակ ձեր պատասխանը կստանաք։ Եթե էլի ուշացում եք, դա նշանակում է, որ ուղղակի պետք է ժամանակը չի, դեռ պետք է սպասեք։ Այսքանը սիրելիներս, իհարկե տեսանյութեր կան աստղաբանության ալիքում կապված չինական հորոսկոպի հետ, մոտավորապես թե շատ հակիրճ, թե ինչ է լինելու 2025 թվականին ձեր հաջողակ ժամանակաշրջանները, անհաջող, նաև անհաջող դիրքերը, օրերը եւ այլն այնտեղ թվերը, որոնք որ կարող եք հանդիպել, օր, ժամ եւ այլն, որպեսզի հասկանաք, որ այդ ժամին ինչ-որ մի բան պետք չի անել այս տարվա ընթացքում։ Այսքանը սիրելիներս, թող ձեր ցանկությունները կատարվեն այն ժամանակ, երբ ձեզ է հարմար եւ Աստծուն է հարմար եւ դա իրոք պետք է կատարվի ձեր կյանքում։ Այսքանը լավ եղեք։